Մենք ձերբակալություններ, ես կարծում եմ լավ առիթ է խոսել այն մասին, որ նմանատիպ առհասարակ, իհարկե համեմեղության կանխավարկածը չխախտելով ուզում եմ ֆիքսել, որ որևէ կոնկրետ բան չենք ուզում ասել այդ անձանց վերաբերյալ, բայց այնուամենայնիվ շատ լավ առիթ է արձանագրել, որ կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են եւ ընդհանուր առմամբ չգիտեմ, էլի այս մակարդակում էլ ինչքան պետք է այդ գործողությունները տեղի ունենան, որպեսզի մենք ընդհանուր առմամբ այս խաղի կանոնները հասկանանք բոլորով, էլի։ Խնդրեմ, պարոն Մկրտչյան։ Շնորհակալություն, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային անվտանգության ծառայողների, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ պետք է նաեւ նշեմ ցավով, որ մի շարք լրատվամիջոցների կողմից տարածվեցին լուսանկարներ, որոնք կարող էին ապակողմնորոշել հանրությանը եւ կարծում եմ նաեւ ապակողմնորոշեցին, տպավորությունը այնպիսին էր, կարծես թե ինձ են ձերբակալել։ Իրականում եւ զավեշտալի էր եւ նաեւ տխրեցնող, որովհետեւ երբ որ լուսանկարը իմ եւ ազգային անվտանգության ծառայողների կամ նյութերը այնպիսի վերադասավորվածություն ունեին նկարների տեսքով, բնականաբար կողմնորոշեին մեր հանրությանը, իսկ դեպքի մասով նաեւ պետք է նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում, դեպքը տեղի չի ունեցել իմ ներկայությամբ, դա եւս լրատվամիջոցների կողմից ամբողջությամբ հակառակ ուղղությամբ ներկայացվեց։ Մի հոգի մեր աշխատակիցներից այս պահին, եթե չեմ սխալվում, տնային կալանքի տակ է եւ այս պահին նախաքննությունը դեռ, եթե չեմ սխալվում, շարունակվում է, որևիցե այլ բան չեմ կարող ասել։ Եվ կարող եմ նաև փաստել եւ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային պետական բյուջեից 1 լումա անգամ գողանալը դա մեղմ ասած սրիկայություն է։ Շնորհակալ եմ։ Այստեղ իհարկե ոչ միայն համայնքային բյուջեից գողության մասին է խոսքը, այստեղ նաև խոսքը այն մասին է, որ ասենք ինչ որ մի բան արձանագրելու, ինչ որ մի բան չարձանագրելու համար կաշառք վերցնելու նաև մասին է խոսքը եւ այդ բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են եւ նորից ասեմ, ինչքան տեղի ունենա այս գործընթացը, որպեսզի մենք այդ մշակութային ամբողջական փոփոխությունը կարողանանք կատարել։ Իհարկե ես կարծում եմ իրավապահ մարմինները իրենք իրենց գործառույթը իրականացնելու պետք է իրականացնեն, բայց նաև մենք այստեղ էլի անելիք ունենք, էլի համակարգային վերլուծության եւ լուծումների ինչ որ մի տրամաբանությամբ, որովհետեւ այս անընդհատ այդ կրկնվող այդ մակարդակում կրկնվող խնդիրը նշանակում է համակարգային խնդիր կա եւ այդտեղ ինչ որ տենց այլ մոտիվացիոն միգուցե տրամաբանությունը պետք դնել, որովհետեւ ոնց հասկանում եմ, այնտեղ բանը շատ է, էլի գայթակղությունը շատ մեծ է եւ պետք է համապատասխան ինչ որ համակարգային երևույթը լուծումներ գտնել։ Պարոն քաղաքապետ, եթե թույլ կտաք, մի բան ասեմ, համակարգը այնպիսին է, որ առնվազն արկածախնդրություն է նման քայլի գնալը, որովհետև պարբերաբար տարածքները փոփոխվում են աշխատողների միջև եւ պարբերաբար ստուգումներ են իրականացվում, այսինքն անգամ այս գործողությունը չէր կարող երկար կյանք ունենալ, եթե անգամ չբացահայտվեր մեր գործընկերների կողմից։ Դա բացառում եմ եւ Շենգայիթ վարչական շրջանում բացառված է, որ ամիսը մի անգամ ամբողջությամբ ֆիլտրացիա չարվի եւ չուսումնասիրվի։ Այսինքն յուրաքանչյուր գործողություն ունի 1 ամսվա կյանք։ Ընդունում եմ, պարոն Մկրտչյան, բայց քանի որ դեպքը ոչ միայն ձեզ մոտ է տեղի ունենում, այսինքն սա արդեն տենց կրկնվող process է, ես կարծում եմ, որ այստեղ համակարգային լուծումների կարիք կա, պարոն Փամբուխչյան, այստեղ որոշակի ինչ որ տենց առաջարկներ, եթե չեմ սխալվում, կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր անում համակարգի այսպես ասած նոր մոդելի, որը որ միգուցե արժի քննարկել։ Շնորհակալ եմ